մասին, բայց մենք քաղաքական հարց բացվեցինք։ Եթե դու գաք ազգային ժողով, Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելու եք, թե ոչ։ Կան հարցեր, որոնց չենք ուզում անդրադառնանք, որովհետև դրանց նպատակարարությունը այս բանը չենք տեսնում։ Ինչու՞։ Որովհետև մենք գնում ենք ճանապարհ, որի հիմնական նպատակն է Հայաստանում բերել համերաշխություն։ Համերաշխության մեջ մենք տեսնում ենք, որ երկրում պետք են նոր ղեկավարներ։ Նոր ղեկավար, որպես այդպիսի, մենք դիտարկում ենք Սամվել Կարապետյանին եւ հասարակության նշանակալի մասը։ Այդ իսկ պատճառով այդ հարցին պատասխանելը օգտակարություն չի բերում այս պահին մեզ եւ նաեւ Հայաստանի քաղաքական դաշտին, համերաշխության մեր ծրագրին։ Ինչու՞։ Որովհետեւ կա բևեռացում հասարակության մեջ։ Հասարակության մի մասը սիրում է Փաշինյանին, մի մասը սիրում է երկրորդ նախագահային պարոն Քոչարյանին, մի մասը սիրում է։ Բայց այդ դերասանների իմ հարցի հետ ինչ կապ ունի։ Ես ասում եմ, որ դու գաք ազգային ժողով կոալիցիա կազմելու եք, թե չէ։ Սիրում են, չեն սիրում, զզվում են, մեր ճանապարհը մենք հենց այդ պատճառով էլ ասեցինք, ինչու է պետք Հայաստանին 5-րդ նոր ղեկավարի անուն, որպեսզի նա նոր ուժով ձևավորի նոր իշխանություն։ Գուցե այդ նոր ուժը ձևավորելու համար ձեզ պետք լինի Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քվեները։ Այս պահին ես օգտակարություն չենք տեսնում եւ մենք չենք տեսնում այդ հարցին պատասխանելու, քանի որ մենք գնում ենք նրան, որ հասնենք հաջողության Հայաստանում եւ բերենք համերաշխություն։ Շատ լավ։ Այո։ Դա ինչի՞ է դեմ համերաշխությանը։ Տեսնում ենք, որ այս պահին Հայաստանի համար օգտակար կլինի, որպեսզի 5-րդ նոր ղեկավար լինի, նոր ուժ լինի եւ չքննարկվի եղած ուժերի հետ, նախորդ երկրի կառավարած ուժերի հետ, որևէ համակցություն այս պայծրությամբ, բայց մի բան ասեմ, կարևոր, որը կարող է ինչ-որ ձև փարատել ձեր հարցի պատասխանել։ Հեռուստադիտողներին կարևոր։ Այո, հեռուստադիտողներին։ Ամենաառաջնային խնդիրը, որ մենք տեսնում ենք, այս իշխանության փոփոխությունը, քանի որ այս իշխանությունը սպառնում է ոչ միայն երկրի տնտեսական խնդիրներին, այլ նաև ընդհանուր ինքնագիտակցության վտանգ ենք մենք զգում ազգային։ Այդ իսկ պատճառով առաջնահերթությունը որպես յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ մենք տեսնում ենք իշխանության փոփոխությունը։ Դա առաջնահերթ է։ Պրինցիպը դա է, բայց մյուս ուղղություններով մենք չենք ուզենա այսօր քննարկենք, քանի որ իրավիճակը կփոխվի եւ մենք հողի վրա կտեսնենք ինչպես փոխվեց։ Այսինքն չեք ուզում պատասխանեք այդ հարցին, ես ճիշտ հասկացա։ Մեր երկրի խնդիրներից մեկը գիտեք որն է, պարոն Ղազարյան, որ մեր երկրի ղեկավարները պատասխանել են բոլոր հարցերին, անգամ այն հարցերին, որը օգտակար չի եղել Հայաստանի համար։ Դրա համար ես այսօր ընտրանքային կպատասխանեմ այն հարցերին, որը օգտակար կլինի։ Բայց տեսեք, հակառակ կողմից նայենք, մարդիկ ուզում են կողմնորոշվել։ Մենք ունենք 60%, 50%, որոնք ընտրությունների չեն գնում, չէ՞։ Եվ շատ կարևոր է, ասենք մարդը համակրում է ձեզ։ Հիմա ուզում է հասկանա։ Ձեզ որ ընտրի, կարող է Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իշխանության գալու, թե չէ։ Եվ հետեւաբար այդ հարցը օգտակար է ընտրողի համար։ Ճիշտ եք։ Հետեւաբար պատասխանեք։ Դրա համար ընտրողին հիմնական ընտրողի չէ, մեր հասարակության, մեր եղբայրների, մեր հարևանների, մեր քույրերին հիմնական պատասխանը այս է։ Վստահ եղեք, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանը ունենա նոր առաջնորդ։ Այսինքն մեր քաղաքականությունը նոր առաջնորդ դեմ դրան արեք։ Ասում ենք ո՞նց։ Կարևոր է, չէ՞։ Սա երկրորդ հարցն էր, նախորդ հարցը չէր։ Չէ, ո՞նց։ Կոալիցիա թե չէ։ Կա մի քանի օրինակ Հայաստանում, կա Գյումրու օրինակը, որ կոալիցիա չկա, բայց անդիմության մեջ ամենաշատ ձայն հավաքած ուժին այնտեղ չկա կոալիցիա։ Անդիմադիր կոալիցիա է։ Անդիմադիր կոալիցիա չի, մյուս ուժերը ուղղակի քվեարկել են առաջին անդիմադրի, բայց կոալիցիա չեն։ Հասկացա, բովանդակությամբ փաստաթուղթ չեն ստորագրել, բայց փաստացի կոալիցիա։ Փաստացի կոալիցիա չէ, ինչու, որովհետև պաշտոններ չեն կիսում, պատասխանատվություն ես չեմ կարող ձեզ բերել իշխանությունը պատասխանատվություն չկա։ Իրանք են հայտարարել։ Իրանք հայտարարել են եւ կա դա ունի տրամաբանական։ Ես հասկացա, որ չենք իմանալու։